Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, բարի շաբաթ։ Այսօր շարունակում ենք Աստծո ողորմությամբ եւ օգնությամբ ուսումնասիրել մեր շաբաթօրյա դպրոցը, որը արդեն 6-րդ դասն է, եւ այն կոչվում է Ավետարանի խորհուրդը։ Եվ հիշելու համարն է, եւ թող Աստված մեզ օգնի այս ուսումնասիրության մեջ, որպեսզի մեր փրկության համար լինի։ Հիշելու համարն է Եփեսացիս 3:20-21 համարները, որտեղ Պողոսը աղոթում է եփեսացիների համար։ Բայց նրան, ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք, ու իմանում փառք նրան եկեղեցու մեջ, որ Քրիստոս Հիսուսով է, սերնդե սերունդ, հավիտյանս հավիտենից, ամեն։ Ուրեմն այսօր կուսումնասիրենք Եփեսացիների 3-րդ գլուխը, եւ այստեղ նա շոշափում է մի թեմա, որը ավելի վաղ է շոշափել, այսինքն, որ հեթանոսները ժառանգակիցներ են Քրիստոսի նույն մարմնի անդամները, եւ մասնակից են Հիսուս Քրիստոսով խոստման ավետարանի միջոցով, ինչպես գրված է Եփեսացիներ 3:6 համարում։ Եվ թեև այս փաստը այդքան զարմանալի չէ մեր այսօրվա համար, այսօրվա հավատացյալների համար, բայց այն ժամանակ բոլորովին ուրիշ իրավիճակ էր։ Եվ սա նոր գաղափար էր։ Եվ այստեղ նա շարադրում է, որ նա շատ մեծ ցանկություն ունի հեթանոսներին քարոզելու եւ դա անում է։ Եվ նաեւ այստեղ տեսնում ենք, այստեղ խոսում է նաեւ դժվարությունների մասին, որից միջով անցնում է, երբ կատարում է այդ ծառայությունը, որոնց թվում է նաեւ իր բանտարկությունը Հռոմում։ Եվ նաև այս 3-րդ գլխում տեսնում ենք Պողոսի նվիրվածությունը։ Ավետարանի հիմքում ընկած այն խորհրդին, որը եկեղեցում հեթանոսներին հավասար է դարձնում նրանց հրեա եղբայրներին եւ քույրերին։ Եվ զգում ենք, որ նա ոգևորված է եկեղեցու տիեզերական առաքելության համար։ Եվ վերջում նա փառաբանում է Աստծուն։ Ուրեմն, ինչպես նախորդ անգամ նշեցինք, Աստված ընտրեց հրեա ազգին ոչ թե նրա համար, որ նրանք լավն էին, ոչ նրանք ընդհանրապես ստրուկ էին, այլ որտեղ նա խոստացել էր Աբրահամին եւ ընտրեց եւ նրանց կոչեց ընտրյալ, ոչ թե որ իրենց առանձնացնի եւ այսինքն դարձնի անձեր մխելի, ոչ, այլ նրա համար, որ նրանք իրենց ստացած լույսը, միակ Աստծո ճշմարտության մասին լույսը, տան հեթանոսներին, սակայն նրանք չհաջողեցին դրանում, որտեղ սխալ հասկացան իրենց առաքելությունը, իրենք իրենց բարձրացրին մյուս ազգերից, բայց Աստծո մտադրությունը այնուամենայնիվ իրականացավ Քրիստոսի մահվան եւ հարության շնորհիվ, որից հետո շատ հրեաներ դարձան քրիստոնյա եւ կատարեցին այն առաքելությունը, որ նախկինում չկատարվեց հրեաների կողմից, այսինքն շատ քրիստոնյա հավատացյալ, շատ հրեա քրիստոնյաներ աշխատեցին հեթանոսների հետ, որոնցից գլխավորը Պողոսն էր հենց նշանակված հեթանոսների առաքյալ։ Ուրեմն Եփեսացիների 3-րդ գլուխը շատ հետաքրքիր կառուցվածք ունի։ Սկզբում Պողոսը նշում է. դրա համար ես Պողոսը Հիսուս Քրիստոսի բանտարկյալն եմ ձեզ հեթանոսների համար։ Այնուհետև նա ընդհատում է,
այս թեման եւ խոսում է իր մասին որպես հեթանոսների, այսինքն իր աշխատանքի մասին որպես հեթանոսների առաքյալ։ Հետո նորից վերադառնում է իր սկզբնական մտքին կրկնելով դրա համար արտահայտությունը։ Իսկ արդեն 14-ից 21 համարներում ներկայացնում է իր ընդհատված աղոթքը, որը ինքը սկսել էր նախորդ գլուխներում։ Ուրեմն Եփեսացիներ 3-րդ գլխի առաջին համարում Պողոս իրեն ներկայացնում է որպես Հիսուս Քրիստոսի բանտարկյալ, ինչով կանում է ցույց տալ, որ թեև ինքը հռոմեական գերության մեջ է, սակայն ինքը իրեն համարում է ոչ թե հռոմեական կայսրության բանտարկյալ, այլ Հիսուս Քրիստոսի բանտարկյալ։ Եվ այդ նեղությունները քաշում է հանուն Հիսուս Քրիստոսի։ Եվ այս խոսքերը վկայում են այն մասին, որ ինքը այդ ժամանակ հարմարավետ տնային կալանքի մեջ չէր, այլ իրոք բանտում էր։ Իսկ բանտ այն ժամանակ այնպիսին չէր, ինչպիսին հիմա է, երբ որ հետևում են բոլոր սանիտարական նորմաներին եւ ռեգուլյար ուտելիք են տալիս մարդկանց։ Ոչ, այն ժամանակ մանավանդ հռոմեական կայսրությունը բանտը չէր օգտագործում որպես պատժամիջոց։ Այսինքն հիմա մարդիկ ստանում են ժամկետ, նայած թե ինչ հանցագործություն են գործել, եւ նստում են բանտում ամեն մեկը իր ժամկետի համեմատ, բայց այն ժամանակ բանտը միայն օգտագործվում էր մինչև դատավարություն, եւ դատավարության ժամանակ որոշվում էր այդ մարդը մեղավոր է թե անմեղ, եւ վերջ, նրանից հետո արդեն չկար բանտում նստել, այլ եթե մեղավոր էր նրան սպանում էին, անմեղ էր բաց էին թողում, եթե ապացուցվում էր, որ անմեղ է։ Շատ վատ պայմաններում էր Պողոսը, բայց շերնջվում, եւ այն ժամանակվա բանտարկյալները կախված էին իրենց հարազատների կամ ընկերների օգնությունից, որոնք կարող էին նրանց օգնել ուտելիքով կամ այլ անհրաժեշտ իրերով։ Եվ շատ անգամ մենք Պողոսի մոտ կարդացել ենք, ինչպես է նա շնորհակալություն հայտնում, որ ինչպես են միջոցներ ուղարկում եւ ավելին ուղարկում, քան թե նա դրա կարիք ունի տարբեր եկեղեցիներից, որոնք նա հիմնել էր Աստծո շնորհքով։ Եվ Պողոս այդքան մտահոգված չէ իր վիճակով, այլ մտահոգված է, որ հանկարծ իր բանտարկությունը գայթակղություն չլինի հավատացյալների համար, որտեվ իրանց համար երևի զարմանալի էր, որ Պողոսը բարձրացված Քրիստոսի առաքյալն է, բայց միևնույն ժամանակ արհամարհված բանտարկյալ է։ Ուստի նա փորձում է այստեղ օգնել հավատացյալներին իր բանտարկության մեջ տեսնել Աստծո ձեռքը, այսինքն Աստծո ծրագրի իրականացումը։ Նա տառապում է նրանց համար եւ ուզում է ցույց տալ, որ իր բանտարկությունը ոչ թե ամոթ է աղբյուր է, այլ իրականում փառքի աղբյուր է, որտեվ իրենց նա բանտ է նստել, որտեվ քարոզել է հեթանոսներին, իրենց փրկության համար է դա արել։ Եվ փոխարենը տխրեն նրանք պետք է հպարտանան այդ բանտարկությամբ։ Այսինքն հպարտանան նրանով, որ Հիսուսի ուժով, Սուրբ Հոգու ներգործությամբ Պողոսը պատրաստ է ամեն ինչի, ամեն դժվարության, ամեն նեղության, միայն թե մարդիկ լսեն ճշմարտությունը եւ դարձի գան։ Կարդանք Եփեսացիներ 3-րդ գլխի 1-ից 6 համարները։ Ուստի ես Պողոսս,
Հիսուս Քրիստոսի բանտարկյալը, ձեզի հեթանոսներուդ համար։ Անշուշտ լսած եք, թե Աստծո շնորհքին տնտեսությունը, որ ինձ տրված է ձեզի համար, թե այն խորհուրդը հայտնությունով ցուցվեցավ ինձի, ինչպես նախապես ձեզի համառոտաբար գրեցի, որը կրնակ կարդալ ու հասկանալ, թե ես տեղյակ եմ Քրիստոսին խորհրդին, եւ որ ուրիշ դարերու մեջ մարդոց որդիներուն չերևցավ, ինչպես հիմա Սուրբ Հոգիով հայտնվեցավ իր Սուրբ առաքյալներուն ու մարգարեներուն, որպեսզի հեթանոսները Քրիստոսով ժառանգագից ու մարմնակից եւ անոր խոստումին հաղորդ ըլլան ավետարանով։ Ուրեմն, նախ նամակի այս հատվածը Պողոսը հասցեագրում է Եփեսոսի տնային եկեղեցուն, տներում հավաքվող հավատացյալներին, հեթանոսությունից դարձ եկած հավատացյալներին։ Երկրորդ Պողոսը պնդում է, որ ստացել է Աստծո շնորհը, Աստծո ծրագիրը իրականացնելու համար, որը ձեր, այսինքն հեթանոս հավատացյալների օգուտի համար է։ Եվ այստեղ սրանով նա նշում է, որ իրեն տրված է հանձնարարություն քարոզելու հեթանոսներին ճշմարտությունը։ Երրորդ Պողոսը պնդում է, որ իրեն հայտնվել է մի խորհուրդ, Քրիստոսի խորհուրդը։ Պողոսը չի կամենում, որ մարդիկ կարծեն, թե ինքն է հորինել բարի լուրը, այլ պնդում է, որ այդ լուրը հռչակելու ծառայությունն է ստացել Աստծուց։ Ոչ թե ինքը լուրը հորինել է, այլ լուրը Աստծուց է։ Եվ ինքն էլ Աստծուց է ստացել այդ ծառայության հանձնարարությունը։ Եվ չորրորդ, միայն Պողոսը չէ, որ ստացել է այս խորհրդի հայտնությունը։ Նա ասում է, որ գրում է, որ նաև մյուս սուրբ առաքյալներին եւ մարգարեներին է բացված այս խորհուրդը։ Եվ այն գերազանցում է Աստծո ծրագրի մասին նախորդ սերունդներին տրված հայտնություններին։ Եվ հավանաբար այստեղ, երբ որ նա ասում է սուրբ առաքյալներ եւ մարգարեներ բառը նա օգտագործում է ոչ թե հին կտակարանյան մարգարեների համար, այլ նրանց համար, ովքեր ունեին մարգարեության պարգև եւ կիրառում էին այն վաղ քրիստոնեական տնային եկեղեցիներում։ Այսինքն այս խորհուրդը, որ մի ժամանակ թաքնված էր, հիմա արդեն բացված գաղտնիք է։ Եվ այդ խորհուրդը կայանում է ինչու՞մ։ Նրանում, որ հեթանոսները ժառանգակիցներ են ու Քրիստոսի նույն մարմնի անդամները եւ մասնակից են Հիսուս Քրիստոսով խոստմանը ավետարանի միջոցով, ինչպես նա գրում է Եփեսացիներ 3:6 համարում։ Պողոսը նախանձախնդիր է ավետարանի հանդեպ, հատկապես թե ինչպես է այն արտահայտվում եկեղեցում, որը կազմված է ոչ միայն հրեաներից, այլ նաև հեթանոսներից, դարձի եկած հեթանոսներից եւ դարձի եկած հրեաներից։ Այս երկու խմբերը դարձել են Աստծո նոր համայնքը, նրա ստեղծած նոր մարդկության եկեղեցու շինանյութը։ Նրանք առաջ թշնամիներ էին, իսկ հիմա արդեն համաժառանգներ են, վերածվել են համաժառանգների եւ մեկ մարմին են, Քրիստոսի մարմնի անդամներն են կազմում։ Եվ ավետարանի խոստումներն են ստանում։ Այսինքն ավետարանի խոստումները վերաբերում են ոչ միայն հրեաներին, այլ նաեւ բոլոր ազգերին։ Բոլոր նրանց, ովքեր չեն ճանաչում ճշմարիտ Աստծուն։ Շարունակենք կարդալ 3:7-ից 13 համարները, որուն ես սպասա, որ եղա Աստծո շնորհքին պարգևին համեմատ, որ ինձի տրվեցավ իր զորության ներգործությունովը, ինձի, որ բոլոր սուրբերուն փոքրագույն է, այս շնորհքը տրվեցավ, հեթանոսներուն մեջ Քրիստոսին անքննելի ճոխությունը քարոզելու եւ ամենքը լուսավորելու, որպեսզի գիտնան, թե ինչ է այն խորհրդին տնօրինությունը կներեք։
Այն խորհրդին տնօրինությունը, որ Հավիտյանս ծածկված էր Աստծո քով, որ ամեն բան ստեղծեց, որպեսզի հիմա Աստծո բազմատեսակ իմաստությունը եկեղեցին ձեռքով հայտնի ըլլա երկինքը եղող իշխանություններուն ու պետություններուն, իր հավիտենական նախասահմանությանը համեմատ, որ արավ մեր Տիրոջը Քրիստոս Հիսուսին ձեռքով, որով մենք ալ համարձակություն ու մոտենալու արտոնություն ունենք վստահությամբ իրեն հավատալով։ Ուստի կաղաչեմ, որ չձանձրանաք իմ նեղություններուց պատճառով, որոնք ձեզի համար են և որոնք ձեր փառքն են։ Ուրեմն այստեղ Պողոսը նորից խոսում է Աստծո շնորհի պարգևով սպասավոր լինելու իր մասին, եւ այս պարգևը տրվում է ոչ թե ստացողի արժեքավոր լինելու շնորհիվ, այլ Աստծո շնորհով։ Պողոսը շեշտադրում է այս գաղափարը իրեն նկարագրելով որպես բոլոր սրբերից հետինի։ Հետաքրքիր է այստեղ նշել, որ տարիների ընթացքում, երբ որ նայում ենք իր նամակները գրված տարիների ընթացքում ըստ դրան ժամանակագրության, նրա ինքնաճանաչողությունը զարգանում է, աճում է։ Տեսեք, օրինակ սկզբում նա ներկայացնում է իրեն որպես Աստծո կողմից նշանակված առաքյալ, Գաղաթացիներ 1:1 համարում։ Ավելի ուշ նա իրեն անվանում է առաքյալների մեջ հետինը եւ ավելին, որ արժանի էլ չէ առաքյալ կոչվելու։ Դա նա գրել է 1 Կորինթացիս 15:9 համարում։ Եփեսացիներին թղթում նա իրեն տեսնում է որպես բոլոր սրբերից հետինը։ Ի վերջո նա իրեն նկարագրում է որպես մեղավորներից առաջինը, 1 Տիմոթեոս 1:15 համարում։ Այսինքն այն Պողոսը, որ այդքան քրիստոնեական եկեղեցիներ ստեղծվեցին նրա միջոցով Աստծո շնորհքով եւ ողորմությամբ, ինքը իրեն համարում է մեղավորներից առաջինը։ Ուրեմն մենք, որ շատ ավելի ցածր կարգավիճակում ենք, ինչպես պետք է մտածենք մեր մասին։ Եվ գուցե Պողոսի այս մոտեցումը օգնի բացատրել Էլեն Ուայթի հայտնի մեջբերումը «Քայլեր դեպի Քրիստոս» գրքից, որը գրված է 64 էջում, «Քայլեր դեպի Քրիստոսի», որքան մոտենաք Հիսուսին, այնքան ավելի սխալական կերևաք ձեր աչքին, քանի որ ձեր տեսողությունն ավելի կպարզվի, իսկ ձեր անկատարության եւ նրա կատարելության միջև հակադրությունը ավելի հստակ ու որոշակի կդառնա։ Այսինքն, այն մարդը, որը աճում է հավատքով եւ աճում է Քրիստոս Հիսուսին ճանաչմամբ, նա երբեք մեծախոսություն չի անի իր մասին, այլ ինչպես Պողոսն է արտահայտվում, կհամարի իրեն վերջինը, սուրբերի մեջ եւ առաջինը մեղավորների մեջ։ Եվ 3 Եփեսացիներ 3:10 համարում նա գրում է, որպեսզի այժմ եկեղեցու միջոցով երկնային իշխանություններին եւ պետություններին հայտնվի Աստծո բազմատեսակ իմաստությունը։ Նա այստեղ չի նշում, թե ովքեր են այդ երկնային իշխանությունները եւ պետությունները, բայց ամբողջ թղթի կոնտեքստով, երբ որ կարդում ենք, մենք հասկանում ենք, որ դա նկատի ունի չարի ուժերին եւ այսինքն նա ուզում է այստեղ նշել, որ չնայած չարի ուժերը ուզում էին կործանել մարդկությունը, բայց Քրիստոսի մահվամբ կատարվեց փրկություն։ Եվ այն մարդիկ, ովքեր թշնամի էին իրար, Քրիստոսի խաչով միաբանվեցին եւ հաշտվեցին եւ դարձան ժառանգակից երկնային արքայության։
Այսինքն Քրիստոսի մեջ բովանդակելով Աստծո ծրագիրը ապագայի համար իրականանում է։ Չարի ուժերին այստեղ տեղեկացնում է Պողոսը, որ իրենց կործանումն անխուսափելի է։ Եվ հենց եկեղեցու միասնությունն է խոսում այն մասին, որ այս չար ուժերը վերջնականապես պարտված են։ Հիմա շարունակենք Եփեսացիների թղթի կարդալը, այսինքն 3-րդ գլխի։ Կարդանք 14 գլխից մինչև 14 համարից մինչև 19 համարի 3-րդ գլխի։ Այսօր համար ծունկի վրա գալով մեր Տեր Հիսուս Քրիստոսին Հորը առջև, ուրկե ամեն ազգատող երկնքի մեջ ու երկրի վրա անուն կառնե, կաղաչեմ, որ տա ձեզի իր փառքին ճոխությանը չափողը, որ հոգին զորությունով հաստատվի ներսի մարդուն մեջ, որպեսզի Քրիստոս հավատքով ձեր սրտերուն մեջ բնակվի եւ դուք սիրով արմատանաք ու հաստատվեք, որպեսզի կարենաք հասկանալ բոլոր սուրբերի հետ մեկտեղ, թե ինչ է լայնությունը եւ երկարությունը եւ խորությունը ու բարձրությունը, այսինքն ճանաչեք Քրիստոսի սերը, որ գիտությունին գերազանց է, որպեսզի լեցվիք Աստծո լրությունով։ Ուրեմն այստեղ, երբ որ նա գրում է հոր առաջ, որից երկնքում ու այս երկրի վրա եւ ամեն ծնունդ անուն է ստանում, հունարենում հայրը պատեր է եւ ընտանիք պատրիա է նշանակում։ Ուրեմն այս թղթում Եփեսացիների թղթում Պողոսը փառաբանում է Աստծո փրկության ծրագրի համապարփակ բնույթը, որը ներառում է ամեն բան։ Այստեղ Պողոսը հայտարարում է, որ երկնքում այս երկրի վրա եղող ամեն ծնունդ պատկանում է հորը, յուրաքանչյուր ընտանիք, այսինքն պատրիա, իր անունն է ստանում հորից, եւ սա հրաշալի նորություն է։ Չնայած, որ մեր ընտանիքը, թե եկեղեցական ընտանիքը, թե մեր անձնական ընտանիքները անկատար են եւ թերի, մեր ընտանիքը, թե եկեղեցական, թե մեր ընտանիքները պատկանում են Աստծուն։ Եվ դրանք ոչ թե ճակատագրի դաժան ճիրաններում են, այլ երկնային հոր, մեր Աստծո հոգատար ձեռքերում։ Աստված սիրով է վերաբերվում անկատար ընտանիքներին։ Նրանք կրում են Աստծո անունը ու սեփականության իրավունքով նրան պատկանելու կնիքը։ Եվ 16-ից 19 համարներում 3-րդ գլխի Պողոսը խնդրում է, որ Աստված հավատացյալներին շնորհի առատ հոգևոր փորձառություն, որ նրանք աճեն իրենց հավատքի մեջ, ներքին ամրություն ստանան հոգու ներկայության միջոցով, իրենց մտերմությունը Հիսուսի հետ ավելի սերտանա, այնքան, որ Հիսուսը միշտ բնակվի իրենց սրտերում։ Եվ նրանք լինեն սիրո մեջ արմատացած ու հաստատված։ Պողոսը փառաբանում է Աստծուն մեզ հավատացյալներից առաջարկվող այս լայնածավալ օրհնությունների համար եւ ներառում է ոչ թե 3, այլ 4 հարթություն, այսինքն լայնություն, երկարություն, բարձրություն եւ խորություն։ Եվ մենք հասկանում ենք կոնտեքստից, որ սա վերաբերվում է Հիսուսի սիրուն։ Ասում է դուք այնքան Աստծուն խնդրում են, որ այնքան խորանա իրենց հավատքը, նրանք այնքան աճեն իրենց հավատքի մեջ, որ իրենք հասկանան ամբողջ խորությունը, լայնությունը, բարձրությունը եւ երկարությունը Քրիստոսի սիրո։ Որտեվ մյուս համարում ասում է ճանաչեք Քրիստոսի սերը։
Եվ վերջում կարդանք Եփեսացիներ 3 գլխի 20-21 համարները։ Ան, որ կարող է ավելի արատացնել ամեն բան, այսքան Աստված, քան որ մենք կխնդրենք կամ կխորհենք, այն զորությունով, որ մեր մեջ կներգործվի իրեն փառք եկեղեցին մեջ Քրիստոս Հիսուսով բոլոր դարերուն մեջ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Այսինքն այստեղ Պողոսը գրում է, որ Աստված կարող է մեզ ավելին տալ, քան թե մենք խորհում ենք։ Թեև Պողոսը շատ է հետաքրքրված Եփեսացիների եկեղեցով, պարզ է, որ Քրիստոսը եկեղեցու փրկիչն է, քանի որ Քրիստոսն է, որ բնակվում է հավատացյալների սրտերում։ Պողոսը փառաբանում է Աստծուն Քրիստոս Հիսուսի միջոցով եկեղեցուն առաջարկված փրկության համար։ Եկեղեցուն անդերջանալի երկրային կյանք է սպասվում, իսկ Քրիստոսի վերադարձը հետաձգվում է, որպեսզի շատ ու շատերը մասնակցեն դրան։ Եվ այստեղ Պողոսը ցույց է տալիս մեզ ապագայի մեծ սպասում։ Օրինակ Եփեսացիների 4 գլխի 30 համարը սպասում է փրկության օրվան։ Պողոսի փառաբանությունը հարկավոր է դիտել որպես հավատացյալների համար գործադրվող Քրիստոսի անվերջ զորության գովերգում։ Եվ այս ամենը այնքան ճշմարիտ է, որ նա պատկերացնում է, թե ինչպես են հավատացյալները լցված Աստծո ամբողջ լիությամբ եւ փառաբանում այս հոգեվոր իրողությունները, կրկին զարմանալով սուրբերին առաջարկվող Աստծո զորության առատության վրա։ Եվ ամեն անգամ, երբ որ մեզ այցելում են խնդիրները, գայթակղությունները, կասկածները, երբ որ ճնշում են դրանք մեզ վրա, մենք կարող ենք ընթերցել եւ վերընթերցել Պողոսի այս աղոթքները եւ այս որտեղ բանտարկված առաքյալը բարձրացնում է մեր հայացքը դեպի Աստծո նպատակների եւ շնորհի մեծ հորիզոնը, հիշեցնելով, որ անկախ մեր ներկա հանգամանքներից մենք Աստծո վերջնական ծրագրի մասնակիցներ ենք եւ նրա զորությունը գործում է մեր մեջ։ Եվ Ավետարանի մի այլ տեղում ասվում է, որ ամեն ինչ որ կատարվում է մեր կյանքում, մեր բարիքի համար է կատարվում, մեր փրկության համար։ Մեծ պայքար գրքից կարդանք, ինչպես է հնարավոր ներդաշնակեցնել մեր գաճաճ հոգևոր վիճակը շարադրված տեքստի, այսինքն Եփեսացիներ 3 գլխի 14-19 համարների հետ, որը նկարագրում է մեր ունեցած գիտելիքի լիությունը։ Ինչպես կարող է երկինքը նայել մեզ, որ ունեցել ենք բոլոր հոգևոր եւ նյութական առավելությունները շնորհում աճելու համար, սակայն չենք բարելավել մեր վիճակը, այլ գաճաճ ենք մնացել այսինքն։ Առաքյալը չի գրել այս խոսքերը մեզ չարչարելու, խաբելու կամ մեր ակնկալիքները բարձրացնելու, հետո հիասթափեցնելու համար։ Նա դրան գրել է ցույց տալու, թե ինչ կարող ենք եւ պետք է լինենք, եթե դառնանք Աստծո արքայության ժառանգները։ Ինչպես կարող ենք Աստծո հետ գործակիցներ լինել, եթե հոգեորապես գաճաճ ենք։ Մենք ճանաչում ենք քրիստոնյայի արտոնությունները եւ պետք է ձգտենք Աստծո գիտության խորը հոգեվոր ըմբռնմանը, որը Տերը կամենում է, որ մենք ունենանք։ Եվ վերջում կարդանք Ellen White-ի Advent Review and Sabbath Herald 1899 թվականի հոկտեմբերի 1-ի համարից։ Մենք եւ այստեղ հարցերի շարան է, եւ այս հարցերի շարանով կավարտենք եւ ինքներս պատասխանենք այդ հարցերին մեզ համար։ Մենք իսկապես հավատում ենք Աստվածաշնչին, իսկապես հավատում ենք, որ կարող ենք հասնել մեզ այս տեքստում ներկայացված Աստծո գիտությանը, հավատում ենք արդյոք,
Աստծո բերանից դուրս եկած ամեն խոսքի հավատում ենք արդյոք այն խոսքերին, որոնք ասել են մարգարեներն ու առաքյալները Հիսուս Քրիստոսի ներշնչանքով, որ ողջ լույսի եւ օրհնությունների հեղինակն է եւ որի մեջ բնակվում է ողջ հարստություն ու լույսությունը։ Իսկապես հավատում ենք Աստծուն եւ նրա որդուն։ Եվ այս հարցով ուզում եմ եզրափակել այսօրվա դասը եւ աղոթել. Տեր ջան, մեր երկնային Հայր, շնորհակալ ենք քեզանից քո անսահման ողորմության, սիրո, հոգատարության, համբերության, բարության համար, որոնցով շրջապատված ենք ամեն վայրկյան, ամեն քայլ։ Բացիր մեր կույր աչքերը, որ տեսնենք դա, Տեր ջան, որ բողոքելու փոխարեն փառաբանենք քո անունը, Հիսուս ջան, որտեղ ամեն պատրվակ ունենք դրա համար։ Խնդրում եմ, ների՛ր մեր մեղքերը, ողորմա մեզ, գթա մեզ։ Խնդրում եմ նրանց համար, ովքեր մեղքի կապանքների մեջ են, որպեսզի նրանց ազատես քո ողորմության համեմատ։ Խնդրում եմ նրանց, ովքեր ֆիզիկական հիվանդությունների կապանքների մեջ են, որպեսզի նրանց էլ ազատես։ Իմաստություն տաս իրենց առօրեական կյանքում, որպեսզի կարողանան առողջ ապրելակերպ վարել, թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Բոլորիս համար եմ դա խնդրում, Տեր ջան, խնդրում եմ աղաչում, որ առատորեն քո Սուրբ Հոգին թափես մեր վրա, մանավանդ այսօր քո Սուրբ շաբաթվա օրը, որ ամեն վայրկյանը անցկացնենք քո ներկայության մեջ, քեզանից սովորենք եւ քո ողորմած շնորհը վերցնենք եւ օգտագործենք ամբողջ շաբաթվա ընթացքում քո փառքի եւ մեր փրկության համար։ Քո սերը վերցնելով քեզանից եւ տարածելով մեր շրջապատի մեջ։ Հիսուսի անունով այս բոլորը խնդրեցի, փառք, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ հավիտյան դայրում։ Ամեն։